Իրանք միլիոններով ուտում են քո փողերը, իմ փողերը, նրա փողերը։ Տվեք իրան 46,000, թո ինքը պերաշկի ուտելով օգտագործի։ Յոլա եք հետևել, յոլա։ Գյուլնաստատը հեքիաթն է։ Իրանք հազարներով տանում են իրանց կերպանը։ Վախկոդի նման նստի ու ներեգություն խնդրի։ Ինքուն մի խոսք ասում է, երկրորդ օր առավոտ ասում է խոսքը ես չեմ ասել։ Երեք կառավարությունը որոշում է կայացել, որ ապրիլի 1-ից բարձրացնեն թոշակները։ Եվ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատճառներից մեկը նաև որ կարողացնեն դա այն է, որ պետական ապարատում ներդրեն այդ համակարգը, այսպես կոչված պարգևավճարների։ Եվ այդ իրենք որ միլիոնավոր պարգևավճարներ են ստանում, դրա համար էլ կարողացնեն այնպես աշխատել, որ թոշակը 10,000-ով բարձրացնել։ Տղա ջան, ես չգիտեմ Նիկոլը ինչ է ակրում, բայց այդ իր օգտին է, ոչ թե ժողովրդի։ Նրանք միլիոններ են ստանում, մեզ մի 10,000 դրամ են բարձրացնում, այդ նորից մեր վիճակը արդեն չեն կարգին համապատասխան ձևով։ Ամսը 7-ից հետո կերևա։ Իսկ դուք ինչ խոսք ունեք Նիկոլ։ Ես Նիկոլ Փաշինյանը չեմ ընտրելու։ Ես Նիկոլ Փաշինյանը չեմ ընտրելու, ես ընտրել եմ Սամվել Կարապետյանի կուսակցությունը։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանելու աղետ է։ Շատ դժգոհ ենք Նիկոլի արածներից։ Շատ դժգոհ։ Դավաճանի հարցը շատ վատ է։ Նա դավաճան է։ Ժողովրդի մասին ոչ մեկ չի մտածում։ 46,000-ը այդ ինչ գումար է։ Իրանք միլիոնների դիմաց։ Էդի գումար է, հա? Ինքը կարա այդ 46,000-ը մի ամսում օգտագործի, հա, կարա։ Դե թո տվեք իրան 46,000, թո ինքը պերաշկի ուտելով օգտագործի, տենան կարա, կոմունալը մուծենք, որ անենք։ Դե թո մեզ էլ թոշակն պարգևավճար տան, իրանց չափ։ Տես ոնց կծախսենք, իրանից լավ, ծախսելու ձևն էլ գիտենք, ամեն ինչն էլ գիտենք, ոչ թե ամեն բանից զուրկ մնանք։ Ուրիշ անգամ խետ էս բաներ չեն արել։ Ընտրությունների հետ կապված հարցը ես չեմ սիրում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա նաև նրա հետևանքն է, արդյունք է, որ պարգևավճարներ են ստանում միլիոնավոր եւ կարողանում են դրա շնորհիվ են նաև որ կարողացնեն այդպես աշխատել։ Դուք ձեր ասածին հավատում եք։ Այս Գյուլնաստատը հեքիաթն է։ Կառավարությունում հայտնեցին թոշակառուն ինչ պետք է անի 10,000-ը տանի կորցնի ծխի։ Յոլա եք հետևել, յոլա։ Մեր արոտուրը այս ցամաքացը կանանչին։ Սա ապրիլը մենք ապրում ենք։ Ինքան պատգամավորներ կան, որ արժանի է չեն որ իրանք դեռ նստած որպես պատգամավոր այդ գումարները կստանան։ Այդ ոնց է, իրանք մարդ են, մենք մարդ չենք, մենք սնվելու ձևը չգիտենք, նրանք գիտեն, ես իմ։ Դե չգիտեմ, դա ճիշտ չի։ Այդքան շատ իրանց տալիս են, թող մի քիչ էլ մեզ տան, իրանց մի քիչ քչացնեն ժողովրդի թոշակառուներին։ Ես միայնակ եմ, ոչ երեխա ունեմ ստել, ոչ թոռ ունեմ, ոչ մի բան, երկու աղջիկս են դուրսն են։ Իրանք եթե ինձ չօգնեն, ես չեմ կարող բան օգտվել, չեմ կարող ապրեմ։ Ամբողջ ձմեռ ես 40,000 կոմունալ մուծեցի։ 40,000 ես թոշակ եմ ստանում։ Ես որը տամ, դեռս փող չկա, եկել եմ 10,000 անել եմ բանկամատից, որ ինտերնետի փող տամ, ձեռս մեկ փող լինի, որ ասենք մի բան առնեմ, մի բան անեմ։ Շատ քիչ է, ինչին է բավականացնում, բալա։ 39,000 եմ ստանում։ Ես էլ եմ ուզում տարին մի անգամ գոնե նոր շոր հագնեմ, նոր կոշիկ հագնեմ, հնարավոր է դրանով։ Հատկապես ձմեռը բացարձակ հնարավոր չի այդ վճարներով։ Ամուսիններով 270,000 փող ենք ստանում։ Հավասարացրեց էլի եւ թոշակն է բարձրացնում եւ իրանց պարգևաճար, թող թվաբանություն սովորեն։ 10,000-ը եւ միլիոնները իրար համապատասխանում է թե չէ։ Եթե հնարավորություն լիներ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, Վայ, չէի ուզենա, ես ուզում եմ հպարտ նախագահ ունենամ, որ ես նստած տեղը, իմ նստած տեղը լավ զգամ ինձի։ Մեկա, ով էլ գա, մենք պիտի այս վիճակով ապրենք, բայց գոնե ես վստահ կլինեմ, որ պետությունս ներկայացնող կա, ոչ թե վախկոդի նման նստի ու ներեգություն խնդրի։ Կաշառը կա, որպես ժողովրդի կաշառում է, խաբում է։ Ընտրության ժամանակն է գալիս, այնցանամ ուսավորյաց վերընտրել եմ նորից։ Այդ է կաշառում է ժողովրդին։ Իրանք միլիոններ պարգևավճար են բաժանում, բայց թոշակառուները այն էլ նայած թոշակառուին։ Դե որ լավ էր, թողեցուց մի տարի առաջ բարձրացներ։ Ոչ թե ասել արդեն ընտրության ժամանակն որ բարձրացնում է ժողովուրդ հասկանա կապում։
Ինչ ասեմ, լավ։ Ամեն դեպքում ասում է այդ համակարգը ներդրել են պարգևավճարների, որ իրենք լավ աշխատեն եւ դա բերի փոփոխությունների այդ տնտեսական աճի, որ իրենք էլ ձեր թոշակները բարձրացնեն։ Չէ, սա ագիտացիա է։ Դրանց ագիտացիա ժողովրդին են խափում, աչքապում։ Այդ ասում է թոշակառները ինչ անում 10,000 դրամ։ Այ նարի ինչերի կեպերած։ Իրանք միլիոներ ստանում, եսիվ ինչ են անում, գնում են սանատորիաներ, գնում են արտասահման ծանունդ անելու, բայց թոշակառը ինչ է, կոմունալ ծախսին էլ սկետի չի հավարարում։ Ասում է տալիս են, որպետի սամիկ, բա հա, բեն կոմունալ ծախսը, որ չեն եմ, վախկան լուս են կդեն, ջուր են կդեն, էդ ինչ է նշանակում, թոշակառուն 10,000 դրամ ինչ անում։ Ասում է սխալ են հասկացել, ես այդպես չեմ ասել։ Ես իմ անգոչում եմ լսել, ընդ են կարսայթը ասան է, որ իրիկուն մի խոսք ասում է, երկրորդ թորը, առավոտ ասում է խոսքն ես չեմ ասել։ Են մարդն, որ ընտանիքի ғադար չի մանում, ընտանիքի այդ յոլա չի գնում, են ժողորդ այդ յոլա կետ հա։ Որ լավ էր տղեն, ընչեր են եկուչեք, դու ինչ էր մնում։ Սի պաժվա, այդ աչկապություններ, բանգյարտարը փող լսյա կնգան իպար պաժանումա ուղարկյաց գնաց արտասամանին, կեր որ վաղմիսոր պախի գնահասին նրան։ Այ հենց էտը, իր տակտիկան։ Եթե դուք հնարավորություն ունենայիք հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, ինչ կասեիք նրան նայելով տեսախցիկին։ Ինչ կասի, թքուցի վիրեն քայլի, թքուցի վիրեն քայլի, ոչ էլ կայնի խետնեն խոսի, ոչ էլ բայրավ գտայի։ Այդքան ժողորդին ինչ արած, պաճարպրան նախնիներ ինչ արած, նախնիներ ժամանակ մենք լավ ենք, վաչ չեն կաբրել։ Այսքան թագություն չէ, այսքան 5,000 երիտասարդի զոհ տվեց, բայց լեզվեն էլի չկարան, նախնիներն արած, խեա նախնիներ արած, եկա լաչեկակսիր հրապարակ մասը Ղարաբաղան Հայաստանա վերջ, բան չի Ղարաբաղան սնիլ, որ Հայաստանից, ինչար անցնիչ, ուզան իտենք նորից նստեն երկիր կանդեն, այդ նպատակ ունեն, Հայաստան անցնեն թուրքերին, բացետել մի հրապարակում թուրքեր ազատ ման են կալիս։ Ինչ երանք ունի մի թուրք ազգի Հայաստան ման կա, ինչ է, ալևի հետ կեցած հարկի տակ, պելնան ծագի գաքս դես ինչեր աղբեր եղին, բայց ժողորդ մասին ոչ մի բանել չի մտածում։ Իրանք արդեն պիտի մի 2-3 անգամ 3,000 բարձացնեին, չեն բարձացրել, թոշակը երևի մի 2,5 տարի, այդքան բան։ Եվ հիմա միանգամից ինչու որոշեցին 10,000 բարձրացնել։ Հա, վույբռի, ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը երեք մասնավորապես հայտարարում էր, ես մեջ բերեմ, ասում է գործոններից մեկը, որը բերել է նրան, որ սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնեն, դա բարձրացության նոր համակարգն է, այսպես ասած պարգևավճարների մասն է խոսքը, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև։ Եվ ինչ։ Եվ ձեզ համար այս պնդումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ինչպես է։ Ոչ մի բան ինձ չի ասում։ Ոչ մի բան։ Իրանք ոնց որ այդ պարգևադրումները արել են, տենց էլ կանեն։ Այդ միայն ընտրությունների հետ է կապված։ Ասում են տնտեսական աճ է եղել եւ դրա շնորհիվ կարողացել են բարձրացնել։ Այո, տնտեսական աճը խանութներում երևում է։ 2,5 տարվա մեջ ոնց է աճել։ Իմ միտքս միայն էդ է։ Իսկ արդարացում իրանք չունեն, ոչ մի արդարացում, իրանք այդ պարտավոր էին անեին։ 10,000 դրամը ինչ է այ կյանքիդ մեռնեմ, իրանք միլիոններ են առնում, մենք մի հատ թեփքի բան են տալի, հələ մի հատ մտեք սիջի, տեսեք ապրանքները ոնց են թանկացրել, մենք կոպեկներ ենք ստանում, այդ 10,000 դրամ, որ ավելացրել են, դա նշանակություն չունի կյանքիդ մեռնեմ, ես առաջ շատ գոհ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքով, ընտանիքով մենք իրան ընտրել ենք, բայց հիմա արդեն փաս գնաց, էլ իրանից գոհ չենք, եղավ ցավը տանեմ, ամեն ինչ թանկացրած է ու ժողովրդի վիճակը շատ սոսկալի է։ Թոշակները ցածր է, ապրանքները բարձր են, ունես որ
այդ կառավարության 10,000-ը ոչ մի բան չի տալի թոշակառուին, որովհետև համատեղ գները բարձրանում են։ Իրանք մի կոպեկ բարձրացնում են թոշակառուի գումարը, բայց իրանք հազարներով տանում են իրանց գրպանը։ Այնպես որ այս կառավարությունը այսքան ժամանակ ոչ մի ճիշտ բան չի ասել, ոչ մի ճիշտ բան չի արել։ Ինչ ասել է, ինքը միշտ հետ քայլ արել դրանից հետո։ Ես այս կառավարության ոչ մի բանին չեմ հավատում։ Իսկ ձեզ ինչու հենց ապրիլի 1-ին որոշեցիք։ Որովհետև նախընտրական քարոզարշավ է։ Միայն նպատակը իրանց դա է, որպեսզի կարողանան վերականգնվեն։ Բայց դա էլ իրանց չի փրկելու։ Ինչ խոսամ ես, սա Հավիրացին Հայաստանը բրծանել է սրանրա վրա ընդնում են։ Իրանք միլիոններով ուտում են քո փողերը, իմ փողերը, նա փողերը։ Իբր որպես կաշառք տալիս են ու իբր կոչում են որպես եսեմ ինչա։ Իսկ երկիր չկա, որ Աշխարհում հող տա եւ զորք տա, ում նստի իր պաշտոնին, բայց մեր նփեն նստած է իր պաշտոնին։